հետդ էլ որց կլինի անպայման, խոստանում եմ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես կրկին ուզում եմ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից ես հարցնել, երեք այդ պաշտոնական ծանուցումը, հայտարարությունը, որ հնչեց Մոսկվայից գազային պայմանագրի վերաբերյալ, ասվեց, որ նամակը ուղարկվել է, ես ուզում եմ դուք մանրամասնեք արդյոք Հայաստանին ծանուցվել է, որ 2013-ի գազային պայմանագրի պայմանները վերանայվելու եւ գազը օրինակ թանկանալու է, ինչի մասին իրենք ակնարկում են, եթե ոչ, ապա ինչի մասին է նամակի բովանդակությունը։ Այս սցենարի դեպքում Հայաստանը պատրաստ է ֆինանսապես գազը թանկ գնով ձեռք բերել Ռուսաստանից։ Երեք դուք հարթակներից քարոզարշավի ընթացքում ասում էիք, որ այդ բոլոր խնդիրները կլուծեք հունիսի 7-ից հետո։ Սա արդյոք նշանակում է, որ դուք ուղիղ կապ եք տեսնում ընտրական պրոցեսի եւ Ռուսաստանից հնչող այս հայտարարությունների միջև, եթե այո, ապա ինչի համար եւ ինչ նպատակով են այդ հայտարարությունները հնչում եւ որ վստահություն ունեք, որ խնդիրները կլուծվեն, կխնդրեի նաեւ դա մանրամասնեիք, ինչպես եք համոզված, որ կլուծեն։ Ես Ռուսաստանի նախագահի եւ Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ ունեմ վստահելի հարաբերություններ եւ առաջին անգամ չէ, որ հարցեր են ծագում, որոնք բարձրաբանման կարիք ունեն եւ նաեւ Ռուսաստան Կրեմլը պաշտոնապես հանդես է եկել մեկնաբանությամբ, որ հարցեր կան, որոնք պետք է բարձրաբանվեն, այո, այդ հարցերը կբարձրաբանվեն։ Ես հասկանում, ես նախկինում էլ ասել եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։ Եվ ես դա տրական տրանսֆորմացիա եմ համարում եւ երեկվա հանրահավաքներում, հանդիպումներում ես նաեւ դրան եմ արձագանքել, ասելով, որ Հայաստանը այլևս այն երկիր չի, որ պլեջի կամ ծիպուլի հույսին է եւ երբ որ հանկարծ լուր տարածվի, որ կարտոշկի գինը 5 դրամով բան անում, բարձրանում է ժողովրդի ճնշումը բարձրանա։ Հայաստանի Հանրապետությունը այլևս հազարների եւ տասնյակ հազարների երկիր չի, Հայաստանի Հանրապետությունը միլիարդների եւ տրիլիոնների երկիր է։ Ինչ վերաբերվում է 2013 թվականի պայմանագրին մնացած հարցերին, այս ընթացքում շատ process-ներ են եղել, մարդիկ սկի տեղակել չեն եղել։ Եվ մենք, այսինքն նմանատիպ process-ներ այս ընթացքում մի քանի անգամ եղել են։ Մի քանի անգամ։ Բայց Հայաստանի քաղաքացին ոչ մի անգամ չի զգացել դա, որովհետեւ մենք աշխատել ենք աշխատանքային կարգով լուծումները գտել ենք։ Ես համոզված եմ, որ այս անգամ էլ լուծումները կգտնենք։ Ինչու եմ համոզված, այդ թվում եմ պատճառով, ասել եմ, որովհետև ես միակ պաշտոնյան եմ, ով Եվրասիական տնտեսական եւ միջկառավարական խորհրդի անդամ է, եւ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է։ Ես ուզում եմ մենք պատկերացնենք այս լծակի մասշտաբը եւ այդ լծակի ընձեռած հնարավորությունները։ Ես կարծում եմ, որ այս լծակները մեզ հնարավորություն կտան կոնստրուկտիվ երկխոսության ճանապարհով գտնել բոլոր հարցերի լուծումները։ Հայաստանի Հանրապետության տնտեսության, ինչպես ասացի, ոչ մի բան չի սպառնում։ Հայաստանի Հանրապետության տնտեսությանը սպասվում են միլիարդների ներդրումներ։ Եվ այո, կա գործոններ, որոնք որոշակի նյարդ են առաջացնում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Ես ձեզ հետ այս ֆորմատով խոսել եմ, մասնավորապես երկաթուղու հետ կապված խնդիրը, որովհետև մենք պիտի այս պատմական շանսը օգտագործենք։ Ես դրա մասին խոսել եմ, ես համոզված եմ բովանդակությունը հիշում եք ինչի մասին էր խոսքը, մենք այդ օրակարգից չենք պատրաստվում հրաժարվել, որովհետև մեր սեփական երկաթուղին մենք չենք կարող թողել, որ ինքը կներեք մնա մետաղի ջարդոնի կարգավիճակով։ Ինքը տարանցման մեծ պոտենցիալ ունի եւ ելի մենք Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ աշխատելու ենք, որպեսզի փոխշահավետ լուծումներ գտնվեն։ Եվ մենք կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում էլ այնպես չի, որ էլի ես խոսում եմ, որ մենք մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ենք եւ մենք Հայաստանում Ռուսաստանի շահերին չենք դիպչում։ Եվ ես պատմել եմ բրիֆինգում, էլի, որ բարձրագույն մակարդակով ես հարց դրել եմ, ասել եմ տվեք ցույց տվեք կոնկրետ օրինակը, թե որտեղ ենք մենք ձեր շահերին վնասել։ Եվ պատասխան չի ինչ է։ Հետևաբար կարող են լինել էմոցիոնալ, երբեմն սադրանքների տրված հայտարարություններ, բայց մենք ներվի մեջ չենք մտնելու, մենք ասել ենք, որ Ռուսաստանի հետ լեզվակռվի բանավեճի մեջ չենք մտնելու եւ ընդհակառակ աշխատանքային կարգով բոլոր այդ թվում ամենապրոբլեմատիկ հարցերը քննարկելու ենք, բայց մենք չենք պատրաստվում նաեւ հրաժարվել մեր ռազմավարությունից Հայաստանը այլևս
չի մտնելու մի վիճակի մեջ, որ այլընտրանք չունի։ Չի լինելու այդպիսի վիճակ այլևս երբեք։ Որևէ հարցում։ Կլինի տնտեսական, կլինի քաղաքական, կլինի անվտանգային, կլինի արտահանման, կլինի ներմուծման։ Եվ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Եվ այն, որ մեր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրում են փաստի վրա, որ երբ որ հայտարարություններ են հնչում, որոնք իրենց խորքում սպառնալիք են պարունակում, տնտեսական կամ որևէ այլ, այդպիսի հայտարարությունները եւս մի փաստարկ են, որ X պահի պետք է որոշումներ կայացնել եւ բալանսի բերել բոլոր հարաբերությունները, այդ թվում եւ տնտեսական։ Նամակի մասին ասեցի, այդպիսի նամակներ մենք այդպիսի նամակներ մեզ համար նորություն չէ։ Վերջին 8 տարում մենք այդպիսի նամակներ մի քանի անգամ ստացել ենք եւ այդ նամակների շուրջ աշխատանքի մեր փորձը, ձևաչափերը եւ բանաձևերը ունենք եւ նախկինում այդ փորձը ցույց է տվել իր արդյունավետությունը։ Մենք այդ նամակներից մի անգամ չենք ստացել, մենք այդ նամակներից ստացել ենք մի քանի անգամ, վերջին 8 տարում մի քանի անգամ։ Ես գոնե 3-4 նման դեպք հիշում եմ։ Պարոն Փաշինյան, մոտ 1 շաբաթ առաջ միջադեպ տեղի ունեցավ ձեր եւ Արթուր Օսիպյանի միջեւ։ Հիմա նա միանգամից 3 հոդվածներով մեղադրվում է եւ երկամսյա տնային կալանքի տակ է, բայց պարոն Փաշինյան, ձեր ուղիղ եթերում չկան ինչ որ վիրավորական արտահայտություններ, խուլիգանական դրսևորումներ Արթուր Օսիպյանի կողմից, ընդհակառակը նա էր փորձում հանդարտեցնել իրավիճակը եւ ձեզ էր հորդորում հանգիստ խոսել եւ ձեր ուղիղ եթերից դուրս արդեն լրատվականների կադրերով մենք տեսնում ենք, թե ինչպես են ՊՊԾ աշխատակիցները Արթուր Օսիպյանին հեռացնում այդ տարածքից։ Խնդրում եմ ասեք, ինչը ձեզ հունից հանեց եւ նա պնդում է, նրան ճանաչողները պնդում են, որ նա չունի որևէ կապ չի ունեցել իշխանության հետ, էլիտայի հետ որևէ կապ չունի եւ դուք նրան փախած անվանեցիք։ Հիմա նա երևի տեղյակ եք, որ հացադուլի մեջ է եւ ասել է, որ հացադուլը կդադարեցնի այն դեպքում, երբ որ դուք ներողություն խնդրեք իրենից, իրեն փախած անվանելու համար եւ նրան ճանաչողները նաեւ նշում են, որ նա սկզբունքային է եւ եթե չդադարեցնի, դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ուզում եմ հարցնել, արդյոք պատրաստվում եք ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից եւ եթե ոչ, ապա չեք կարծում, որ նրա հետ եթե ինչ-որ մի բան պատահի, դուք մեղքի զգացում կունենաք այդ ժամանակ, թե ոչ։ Շնորհակալ եմ։ Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են։ Որտեղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ եկել է Ղարաբաղի հարցը առաջ տան։ Որտեղ է կռվել։ Որտեղ ա եղել ինքը ընդհանրապես պատերազմի ժամանակ։ Նա պետք է ներողություն խնդրի եւ իր նման պսևդոէլիտայի ներկայացուցիչները, գիտեք, մենք չգիտենք իրա եւ Ղարաբաղի իշխանության կապերի մասին։ Այսինքն ձեզ թվում է, որ մենք տենց բան, հա, միամիտ ենք։ Ինքը եւ պսևդոէլիտայի մյուս ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն մեր նահատակների ընտանիքներից, որ ուզում են շարունակել այդ process-ը եւ Հայաստանը վերադարձնել կոնֆլիկտի խորխորատի մեջ։ Որտեղ է կռվել ինքը, որտեղ է եղել ինքը եւ իր նմանները։ Այո, ինքը եւ իր նմանները, ել եմ ասում, խոսքս վերաբերում է Ղարաբաղի պսևդոէլիտային։ Նրանք փախածներն են, որոնք պատանդ են պահում մի հատ Ղարաբաղում, Ղարաբաղի ժողովրդին, հիմա էլ Հայաստանում են պատանդ պահում Ղարաբաղի ժողովրդին։ Իրանք էլ չեն դիմում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար եւ ուրիշներին հորդորում են, որ չդիմեն Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Շնորհակալություն, հաջորդ հարցը օրագիր։ Պատասխանեցի ես ձեր հարցին, բավարարվեք իմ տված պատասխանը։ Շնորհակալություն, օրագիրը։ Պարոն Փաշինյան, դուք եւ ձեր թիմակիցները ընդդիմադիր ուժերին մեղադրում եք կաշառք բաժանելու մեջ, պնդում, որ կաշառք բաժանողները պետք է խստագույնս պատժվեն, բայց հիշեցնեմ 2017 թվականի Երևանի ավագան ընտրությունների ժամանակ դուք քաղաքացիներին խոստանում եք, որ այն քաղաքացիները, որոնք կաշառք չեն վերցնի եւ երկ դաշինքի օգտին կքվեարկեն, ձեր հաղթանակի դեպքում Երևան քաղաքի բյուջեից 15,000 դրամ կստանան եւ պնդում եք, որ բյուջեն քաղաքացիների սեփականությունն է եւ նման հատկացումներ կարող են լինել։
Շատերը պնդում են ինչ է ստացվում, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին կարելի էր կաշառք բաժանել բյուջեից, իսկ վարչապետ Փաշինյանի հակառակորդներին ոչ, եւ եթե պնդեք, որ ձեր խոստացածը կաշառք չէր, կխնդրեմ պատասխանեք, ինչպես կարձագանքեք, եթե հիմա ընտրապայքարի դուրս եկած ուժերը մարդկանց խոստանան, եթե իրենց օգտին քվեարկեն, պետական բյուջեից գումար կստանան։ Դրանից հետո նրանք քանի ժամ ազատության մեջ կմնան եւ մյուս հարցս ճեպազրույցներից մեկում դուք նշեցիք, որ 44 օրյա պատերազմի մասին չկա մի բան, որ ժողովրդին հայտնի չէ։ Այնուամենայնիվ պատերազմից 5.5 տարի անցել եւ մեր բոլոր զոհերի անուն ազգանունները դեռ չեն հրապարակվել, ինչը մանիպուլյացիաների դաշտ է բացում եւ տարբեր շրջանակներ տարբեր թվեր են նշում 5000 զոհ, 4000 զոհ, մի առիթով էլ դուք մինուսով մի թիվ նշեցիք եւ քննադատվեցիք եւ այսպես շարունակ։ Վերջին շրջանում ձեր թիմակիցները նշում են, որ զոհերի անունները հրապարակվել են Զինապահ հիմնադրամի կայքում, սակայն այսօր առավոտյան ես եւս մեկ անգամ այդ կայքը ուսումնասիրեցի եւ այնտեղ գտա 3251 զոհվածի անուն, ու եթե հաշվի առնենք ՔԿ-ի նշած 3833 թիվը, ապա այդ դեպքում էլ 582 զոհվածի անուն ազգանուն այդ կայքում դեռևս հրապարակված չէ, բայց հանրությունը, ժողովուրդը իրավունք ունի իմանալ իր զոհերի անուն ազգանունները։ Ի վերջո երբեք մեր բոլոր զոհերի անուն ազգանունները հրապարակելու եւ վերջ տակ այս շահարկումները։ Շնորհակալություն։ Ձեր առաջի հարցի վերաբերյալ մենք հենվում ենք իրավապահ մարմինների, այսինքն լիազորություն ունեցող մարմինների գնահատականի վրա։ Եվ ձեր նշած ժամանակահատվածում էլ իրավապահ համակարգը ազատ էր գնահատական տալու։ Այդ իմ հայտարարությանը իրավական գնահատական չի տրվել, հետևաբար սրանով որևէ մեկնաբանություն անելու առիթը սպառված է։ Ինչ վերաբերվում է մեր նահատակների անվանական ցանկին, Զինապահ հիմնադրամը այնտեղն է, որտեղ հրապարակվում են այդ անունները։ Ուրիշ տարբերակ եւ ուրիշ մոդել չկա։ Եվ հետևաբար զոհվածների անունները հրապարակված են։ Եթե Համեն դեպս գիտեք ինչ, ամեն մարմին պետք է մնա իր գործողությունների եւ լիազորությունների շրջանակում։ Մարմինը ստեղծված է, կառույցը ստեղծված է այդ գործառույթը, որպեսզի շահառուների ցանկը ներկայացնի։ Գիտեք, որ պատերազմի հետևանքով զոհվածները Զինծառայողների ապահովության հիմնադրամի շահառուներ են եւ հետեւաբար անունները պետք է հրապարակվեն եւ հրապարակված են այնտեղ։ Սրանով ես չեմ կարող մեկնաբանություն անել, որովհետև ես չեմ կարող հենվել ձեր բանավոր խոսքերի վրա։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հրապարակ։ Պարոն Փաշինյան, դուք ասում եք, որ Ծառուկյանի Սարի գլխի տունը դարձնելու եք ծերերի խնամքի կենտրոն, այդ տրամաբանությամբ ինչու Գոլդեն Փելեսը, Հովիկ Աբրամյանի մոնումենտի դղյակը չդարձրեցիք ձերանոց, այն գնաց նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը։ Եվ երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, չեք կարծում, որ մարդկության հավասարության կանոնը խախտվում է, մինչ ձեր թիմակիցները, մարզպետներ, նախարարներ, համայնքապետներ ձեր համար քարոզարշավ են իրականացնում, ձեր հիմնական մրցակից Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ֆիզիկապես չի կարող մասնակցել քարոզարշավին, բակային հանդիպումներ ունենալ, թաղային հանդիպումներ ունենալ։ Շնորհակալություն։ Ձեր նշած անձը Կալուգացի օլիգարխը ոչ падգամավորի, ոչ էլ վարչապետի թեկնածու է։ Այսինքն դուք խոսում եք գործող անցնող Ամբաստանյալի մասին։ Այդ մարդը ոչ վարչապետի թեկնածու է, ոչ էլ падգամավորի թեկնածու է, ոչ էլ կարող է լինել այդպեսին։ Ինչ վերաբերվում է մարզպետներին, համայնքների ղեկավարներին, նրանք քարոզության մեջ ներգրավված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ինչ վերաբերվում է ապօրինի գույքի պոտենցիալ մնացած դեպքերին, որոնց մասին դուք խոսում եք, այդ ամեն ինչով վարույթներ են հարուցված եւ այդ վարույթները քննվում են եւ հետաքննվում են։ Այդ թվում ձեր նշած դեպքը, ես ինչքան գիտեմ, քննության առարկա է եւ ես նաեւ նման դեպքերը նկատի ունեմ, երբ որ ասում եմ, որ մենք շատ հաճախ չենք կարողանում արագ արդյունքների հասնել, որովհետեւ պայմանական ասած մաֆիան
դեռ շարունակում են որոշ տեղեր շոշափուկներ ունենալ եւ մենք այդ շոշափուկները կտրելով գնում ենք առաջ եւ շարունակելու ենք այդ շոշափուկները կտրելով գնալ առաջ, որպեսզի մեր առաջ դրած խնդիրը լուծենք։ Իսկ մեր առաջ դրած խնդիրը հետեւյալն է, որ մենք պետք է թալանվածը կոպեկ առ կոպեկ կամ լումա առ լումա ետ վերենք եւ ուզում եմ հիշեցնել, որ տարբեր մեխանիզմներով էլի հեղափոխությունից ի վեր, այդ թվում ստվերային տնտեսության կրճատման, ապօրինի գույքի եւ համայնքային շահերի պաշտպանության համատեքստերում արդեն շուրջ 8 միլիարդ դոլարի դրամական միջոցներ եւ գույք վերադարձվել են պետությանը եւ համայնքներին, այդ թվում Գագիկ Ծառուկյանի կամ Ծառուկյան Գուրոյան ընտանիքին պատկանող գույքերը, որոնցից մեկը Կոտայքի նախկին մարզպետի առանձնատունը շուտով կդառնա ծերերի խնամքի կենտրոն։ Շնորհակալ եմ։